Սիրելի ձմեռ պապ, հաշված ժամեր են մնում նոր տարվա գալուն։ Դասղեկս ինձ խոստացել է, որ կծանոթացնի ձյունանշի հետ, եթե ես գերազանցիկ լինեմ։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Ես ցանկանում եմ, որ մայրիկս երբեք չտխրի, որ այս տարի ինձ ապերիկ բերի։ Մեկ էլ ուզում եմ, որ ինձ էլֆիս գես նվիրես։ Ցանկանում եմ դառնալ քո օգնականներից մեկը ու նամակները ինքս քեզ հասցնեմ։ Հուսով եմ, որ այս գեստը կօգնի ինձ իրականացնել իմ ցանկությունը, ու ես կհայտնվեմ քո աշխարհում, գոնե 1 րոպեով, քեզ շատ հավատացող աստղիկ։ Մամ, դե ես գնացի։ Ժամը քանիսն է։ 6:30։ Իսկ ամանորը ժամը քանիսին է։ Կես գիշերին։ Ինչ ես կարծում, մի քիչ շուտ չի գնալու համար։ Նամակները պետք է մինչև ժամը 7 արքում լինեն, որ էլֆերը հասցնեն ձմեռ պապիկին։ Մամ, կօգնես։ Բայց խոսք տուր, որ ամբողջ դպրոցով չես վազվզելու էլֆերին գտնելու համար։ Լավ։ Սենյակը հավաքել ես։ Հա։ Հեռախոսդ հասանելի կպահես։ Իսկ ինքը Ստեփանյանը գիտի, որ շուտ ես գնալու։ Հա, նա ասել էր, որ շուտ գնանք, օգնենք դալիճը զարդարեն։ Դե քեզ խելոք կպահես միջև գա։ Հեռախոսդ։ Բապաչիկը։ Նամակները վերցրել եմ։ Հա, հանդեսի բառերը սովորել ես։ Հա, բա ոչ։ Դե գնացինք։ Բարև երեխայք, ո՞նց եք։ Մենք եք ես ասում։ Հա, բա չեն եկել դե։ Երեխայք արագացրեք, ուշանում ենք։ Բարև։ Երեխայք, նամակները ձեր մոտ են։ Այո։ Դե գնացինք։ Արթուր, ինձ սիրուն գլխակ ես դրել։ Հարիկս է գնել։ Քեզ համար էլ եմ բերել։ Մոտ կանգնի։ Ինձ սիրուն ենք։ Դե գնացինք։ Իմացել ես, Աշոտն ասում է այսօր էլֆերին բռնելու է։ Բայց իրանք անտեսանելի է։ Դե չգիտեմ, կարևորը ձմեռ պապը նվերներս բերի։ Իսկ դու ինչ նվերներ ես ուզել։ Ախր որ ասեմ չի բերի։ Հա, ճիշտ ես, ուրեմն ես էլ չեմ ասի։ Սպասիր, իմ նամակներ վերցրու։ Աշոտիկ, քեզ ասացի արխը բեր, ոչ թե վերցրու վազվզիր։ Քեզ խելոք պահիր, թե չէ տուն կուղարկեմ, հասկացար։ Հիմա գնա դահլիճ։ Բարև ձեզ, ընկեր Ստեփանյան։ Բարև ձեզ, երեխաներ։ Ինչ գեղեցիկ տեսք ունեք։ Հասցրել եք նամակները գցել արխի մեջ։ Այո։ Շատ լավ, որ այդպես է, արխը դնենք գաղտնի սենյակում։
որ ձմեռ պապի օգնականները գան նրա ետևից։ Էլֆերը չէ։ Նաև էլֆերը։ Ընկեր Ստեփանյան, իսկ ձմեռ պապիկի օգնականներին մենք կարող ենք տեսնել։ Նրանց գրեթե հնարավոր չէ տեսնել, քանի որ նրանք ամեն բան անում են գաղտնի։ Հեչ փորձել ես ձմեռ պապի բռնացնել։ Հա, անցած տարի քիչ էր մնում բռնացնեի։ Հա, բայց չեղավ։ Դե ոնց որ միշտ քնեցի։ Բարև ձեզ։ Լավ, շնորհակալություն։ Գիտեք, չէ, հիմա պետք է այնպես անենք, որ ձմեռ պապը առաջինը մեզ հյուր գա։ Դե գնացեք օգնեք մյուսներին։ Գեր Ստեփանյան, հիշում եք ինձ ասել եք, որ եթե ես գերազանցիկ լինեմ, ինձ կծանոթացնեք ձնաուշիկի հետ։ Այո, սիրունիկս։ Եվ ես այսօր կկատարեմ իմ խոստումը։ Գնացինք։ Ընկեր Ստեփանյան, իսկ դուք արդեն ձնաուշիկին տեսել եք։ Այո։ Իսկ դու պատրաստ ես նրան հանդիպել։ Այո։ Ձյունանուշն այս սենյակում է։ Դու հիմա ներս մտիր, բայց նրա մասին ոչ ոքի չպատմես դեռ։ Դու երրորդ դասարանից ես։ Հա, ես երրորդ տայից եմ, Աստղիկը։ Աչուկներդ էլ աստղիկների պես փայլ ունեն։ Դուք իրական ձնանուշն եք։ Եթե հավատում ես, ապա իրականն եմ։ Հավատում եմ։ Ընկեր Ստեփանյանը ինձ խոստացել էր, որ կծանոթացնի մի շատ կարգապահ եւ գերազանցիկ աշակերտուհու հետ։ Եվ գնանք դալիճ, եւ ամանորի հանդեսը սկսվի։ Կարող ես ինձ օգնել։ Հա, ես ամեն ինչ կանեմ։ Շատ խիզախն ես երևում։ Սա ինչ է։ Այս տևնոցը նրանց համար է, ովքեր անկեղծ, բայց շատ անկեղծ հավատում են մեզ։ Զգուշ եղիր չկորցնես։ Իսկ հիմա վազիր ընկերներիդ մոտ, եւ ժամանակը գա ես քեզ կկանչեմ։ Ես կսպասեմ։ Աշոտ, ինչ է պատահել, ինչու ես լաց լինում։ Նամակը ձմեռ պապին չասավ, մտանցի առանց նվեր։ Ինչպես թե մտել ես սենյակ։ Հա, ես ուզում էի տեսնել, թե ինչպես են էլֆերը տանում արկղը, բայց ինձ տեսնելու պես փախան։ Բանամակները։ Նամակները ընկած էին գետնին, Աշոտինն էլ հետը։ Աշոտ, ախր ընկեր Ստեփանյան ասել է, չխանգարենք էլֆերին։ Բա հիմա ինչ ենք անելու ընկած նամակների հետ։ Գուցե էլֆերը հետ գան։ Բայց ոչ մեկին ոչ մի խոսք այս մասին, հասկացար։ Ուր ես գնում, Աստղիկ։ Նրանք միշտ ծխներիզով են բարձրանում, վազենք կտուր, կարող է այնտեղ լինել։ Ճիշտ ես, ես որ գալիս էի ծխներիզից ձայնը լսեցի։ Իսկ դու ինչ ասացիր Աշոտին։ Կարևոր չէ, շտապենք։
Այսօր այսքան հավաքել ես իրար գլխին չէի ուզում անել, հա? Խոսա։ Հա։ Դու խոսա։ Եկա տղայս ընկելս է սերը խուխելքին։ Հա։ Արթուր, ինչ եղավ։ Ամեն ինչ նորմալ է, արդեն ասա։ Գիտես, շու մենակ կտու բարձանալ չի կարելի։ Դու մենակ չես, քեզ այնպես պայիր, որ ես էլ ինձ մենակ չզգամ։ Արթուր, ոնց որ գտա։ Ո՞ւրը։ Սա ինչ է։ Մեր ոտնահետքերի նման չի, սա հաստատ էլֆի ոտնահետքերն են։ Այսօր գնաց։ Չգիտեմ, գնամ նայեմ։ Ահա գոս։ Դու խոսա։ Հա։ Ես դերետ հետո կխոսեմ։ Ստեղ եղեք հիմա գանչ։ Արթուր զգուշ։ Մենք անպայման պետք է ասենք Ձյունանուշին։ Ինչ Ձյունանուշ։ Մեր հանդեսի։ Ո՞ր Ձյունանուշ ես տեսել ու ինչ ես ասել։ Ես չէի կարող, Ընկեր Ստեփանյանին խոսք էի տվել։ Լավ, Ձյունանուշը որտեղ է, արի գնանք։ Քանի նամակ եք գտել։ Մեկ Աշոտին էր, երկու հատն էլ արքրի սենյակում են ընկած, ահա։ Եթե նամակները չհասնեն ձմեռ պապիկին, երեխաները կմնան առանց իրենց նվերների։ Բայց մոտակայքում մի դուռ կա, որը կարող է տանել նրա մոտ եւ որով հավանաբար կգնա էլֆը։ Ինչ դուր։ Պետք է շտապենք։ Մինչև ժամը 9 նամակները պետք է լինեն այնտեղ։ Հակառակ դեպքում Ինչ։ Աստղիկ, հիշում ես դու ինձ խոստացել էիր, որ կօգնես։ Հա, ու հիմա էլ պատրաստ եմ։ Ուրեմն վազեցինք, ժամանակ չի մնացել։ Աբոյ երեխաներից մեկի կրկնել է։ Ես ուղղակի զարմանում եմ, ոնց կարելի է շինարարական թափոնը մոռանալ, կտուրում չեմ հասկանում։ Մենք ձեզ հասկանում ենք, բայց Մեքենայի փոխարեն կարող է մարդ լինել։ Դե մեքենայի մասին չեմ խոսում, մեքենան ուղղակի շարքից դուրս է եկել։ Խնդրեմ նայեք։ Պարոն Ոստիկան, մեր տնօրենը վնասը կփոխհատուցի։ Համ էլ սա շինարարների անպտության հետևանքն է։ Դպրոցը այս պարագայում ինչ կապ ունի։ Ձյունանուշ, ոստիկան, նա կարող է մեզ օգնել։ Ավտոմեքենան դատարկ է, մարդ չկա։ Բայց ասում հասկացել, սա շինարարների Շուտ։ Այսօր մենք արդեն փակ։ Մենք հիմա կգանք։ Ալեն, ինչ մնաց։ Դե այն վերցրեց, մնացեց։ Լավ, ժամանակ ունենք։ Մի բան կանենք։ Կասելի դուք, հա։ Պարոն ոստիկան, կարող եք մեքենա տեսնան գալիս։ Հա։ Այս կարող է դուք եք գողացել։ Չէ, բայց գիտենք ով է տարել։ Հա։ Դե։ Լսում եմ։ Բոմբերը ստուր կասեմ։ Հլնուն, սերունդին այս սրանց ուղեղը ոնց է աշխատում, օպ, նա, դե, խոսեք լսում եմ։ Դուք ինձ
ինձ այստեղ կսպասեք, ես արագ նամակները կտամ ու հետ կվերադառնամ։ Խելոք կմնաք։ Լավ։ Ասենք մենք ուշացել ենք։ Այդ ի՞նչ եղավ։ Չգիտեմ։ Աստղիկ թևնոցդ։ Պատրաստ ես։ Ինչի։ Գնանք տեսնենք։ Ես պատկերացնում չունեմ, թե որտեղ ենք։ Այստեղ ամառ է։ Սա ի՞նչ է։ Նա կտեսնենք։ Արտուր, զգուշ։ Ինչպես ազատենք։ Պետք է պարանը դպրեն։ Աստղիկ, արագացրեք, այստեղ մնալը վտանգավոր է։ Այդտեղ այստեղ շատ գեղեցիկ։ Այս դա կապ չունի։ Այստեղի բնակիչները ընդհանրապես ուրախ չեն լինի մեզ այստեղ տեսնել։ Դուք նրանց մի վախեցեք, նա միջև զրգարը փորձում էր ինձ օգնել։ Լավ գնացի։ Արագացրեք, Արտուր։ Դինանուշ, ամեն ինչ նորմալ է։ Հո չես վնասվել։ Չէ, ես լավ եմ։ Օգնեք մարդկանց։ Կանանա հորեկի։ Աստղիկ, Արտուր, արագացրեք։ Շուտ, վազեք դուրս։ Աստղիկ, արագացրեք։ Արթուր, Ձունանուշ։ Հոտա։
Մատի։ Le mata kiba etioi. Le racaviamatosa. Elva la sototarica. Elvara sotokau isatarika. Vehama wakamavi elahuyai. Ay. Vehamo vika narga. Margo! Margo! Lea! Margo! Narga! Narga! Lea! Vihama vuakiata mehasuaviati. Wama. Sarika! Բաժանորդի հեռախոսն անջատված է կամ կոստումի ռադիոդարկոդի։ Զգուշ! Մենք պետք է արագ գնանք ձմեր պապիկի մոտ։ Պապիկի մոտ։ Մեզ դուր է պետք գտնել։ Դու գիտես որտեղ կարող են լինել։ Կարող է։ Քեզ վերարկու է պետք։ Թմերի տեղ գիտի միայն Ջունանուշ։ Ինչպես պետք է գտնեմ դրանք։ Դե մտնայ այ փորձանք։ Ինչ ես անում, չի կարելի։ Բարոյցես։ Տեսել եք ով է մեքենա կանգնեցել այստեղ։ Տեսել եմ, բայց Էլ ինչ բայց։ Նկարագրեք կողի շուտ։ Համենասովորական Ջունանուշ էր։ Երկու երեխա հետ եկան մեքենայով կանգնեցին այստեղ, վազելով մտան ներս։ Ներս։ Այո։ Չէ, արդեն գնացել են վաղուց։ Լսեք։ Այո։ Ես կատակ անելու հավես չունեմ։ Ով է մեքենան կանգնեցրել այստեղ։ Պարոն ոստիկան, ինչ կատակ։ Նորից եմ կրկնում։ Ամենահասարակ Ջունանուշ էր։ Երկու երեխա հետ վազելով մտան ներս։ Լավ։ Իսկ հանցագործը տղա էր թե աղջիկ։ Ով։ Հանցագործը։ Ջունանուշը աղջիկ է լինում։ Այ քեզ նոր տարի։
Շաքարով ես խմում։ Այո, Շաքարը վնաս է։ ճիշտ է։ Պետք է այստեղից փախչել։ Համաձայն եմ, բայց որտեղ ենք։ Շոֆրիների աշխարհում։ Այստեղ միշտ երկու կողմերի պատերազմ է լինում։ Ուղղակի մենք հայտնվել ենք սխալ կողմում, սխալ ժամանակ։ Մենք նրանց ինչին ենք պետք։ Մեզ ուտելու են։ Չէ, նրանք մարդակեր չեն։ Բայց գիշերը կփորձենք այստեղից ազատվել։ Կարող եք, չէ՞ դուրը բացել։ Չի մի բան մտածել։ Կամ գուցե Աստղիկը մեզ կօգնի։ Այստեղ գալու համար Աստղիկը պետք է իմանա դրան տեղը, իսկ նա դա չգիտի։ Կգտնի, ես հավատում եմ, որ Աստղիկը կօգնի մեզ։ Տեսնենք։ Verras fixesa Nikok, dehana na kalano kasi, ekelana wangasi no gordo, veganasi. Nyal seran tayanang biriti. Nakana, banadasi. Nirak savani. Սելա վարիտոկին նասկանի լոս ֆիրատա։ Դու նրանց լեզուն հասկանում ես։ Դու նրանց որտեղից ես ճանաչում։ Նրանց մոտ էլ է ամանոր լինում։ Io sono alla teo muriki. Liaze ke mohasana zeitsa komira. Կյա սա ինգա մաստա սոմարակի գես, Sì? Տանջուտիկով։ Լավ է։ Շատ լավ է։ Մի րոպե։ Պարոն կապիտան, լսում եք։ Ոնց որ դու։ Պարոն կապիտան, լսում եք։ Լսում եմ սերժանտ Մարտիրոսյան։ Ոնց է ասում ծառայությունը իմ սենյակում։ Օքեյ շատ երես չես տալիս։ Ամեն ինչ նորմալ է, պարոն կապիտան։ Ուղղակի այստեղ ինչ որ ազդանշան է եկել։ Այդ էր մնում պակաս, որ սերժանտին ուղարկել ազդանշանի հետևից։ Չէ, ինչ եք ասում, պարոն կապիտան։ Դուք երբ վերադառնաք, ես կգնամ կստուգեմ կգամ։ Լավ, մի անհանգստացի։ Ես մինչև հանդես է գալացողը չեմ։ Ինձ ազդանշանի հասցեն ասա։ Հասցեն, հյուսիսային պողոտա հագուստի խանութ։ Լավ, հասկացա։ Ժամը գրանցի ես հիմա գնում եմ ստուգելու։ Բայց տեսա, քեզ շատ չթուլացես այդտեղ։ Լսում եմ, պարոն կապիտան։
Սրանից հետո ուշադիր եղի։ Ինչ ես անում, այդ չի կարելի, այսպես էլ չի լինի։ Հա, մամ ջան։ Աստղիկ, ո՞նց ես։ Լավ։ Բա ինչ եք անում աղջիկս։ Մենք, մամ ջան, տոնածառն ենք զարդարում։ Էդ ինչ մեքենաների ձայներ են։ Դրսում ես։ Թե դրսի տոնածառն ենք զարդարում։ Լավ, մամ ջան, էլ չեմ կարող խոսամ։ Ինչ ես անում, չի կարելի, մենք հիմա պետք է գնանք։ Աստղիկ։ Աստղիկ։ Այսի չեն անում։ Վերարկուս։ Սենց հիմարների մենակ մուլտֆիլմերում եմ տեսել։ Ոչ, հեռախոսս։ Սերժանտ, լսում ես ինձ։ Սերժանտ, լսում ես ինձ։ Սրան ինչ եղավ։ Ահա, ոնց որ խոստացել էի։ Հիանալի է։ Մերսի, սերժանտ։ Բայց որ խնդրեմ մի հատ էլ ոստիկանական համազգեստով կնկարես։ Հա, մեկ էլ ատրճանակով։ Ատրճանակով։ Սերժանտ, լսում ես ինձ։ Լսում եմ, պարոն կապիտան։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Ինձ թվում է մոռացել են խանութի դուռը փակեն։ Նոր տարի է, երևի մոռացել են։ Վազդանշանը ինչի է միացել։ Լսի, դու էլի անջատվել ես, հա։ Էլի խաղ ես խաղում։ Լոգիկայի հարց է, եթե դուռը բացվում է, ուրեմն ազդանշանը պիտի աշխատի, բաց չի քեզ։
Մի բարկացեք, պարոն կապիտան։ Հիմա ես ինչ անեմ։ Չես անում։ Գտնում ես խանութի պատասխանատուի համարը, կապնվում ես հետը ու ասում ես, որ թող գան դուռը փակեն, բաց են թողել։ Լսում եմ, պարոն կապիտան։ Բարև ձեզ ինքեր Ստեփանյան, ինչպես են անցնում տոնական աշխատանքները։ Բարև Կարինե ջան։ Դե գիտես, երեխաներին ղեկավարելը շատ դժվար է, բայց դե նրանց օգնությամբ շուտով կավարտենք։ Հասկանալի է, շատ լավ է։ Իսկ Աստղիկից տեղեկություն չունեք ուր է, ուղղակի անհասանելի է։ Չեմ նկատել նրան։ Աշոտիկ, Աստղիկին տեսել ես։ Դպրոցում չի։ Ինչպես թե դպրոցում չի։ Բա ուր է։ Էլֆը նամակները տանելուց մի քանիսը կորցրել է։ Աստղիկն էլ Արտուրի հետ գնացել են նրան գտնել, որ նամակները հասցնեն ձմեռ պապին։ Աշոտիկ, ինչեր ես խոսում։ Կարինե ջան, շատ վառ երևակայություն ունի։ Գնանք, թեյ կհյուրասիրեմ քեզ։ Աշոտիկ, Աստղիկին գտնում ես ու ասում ես, որ շտաբ կա ինձ մոտ, մայրն է սպասում, եղավ։ Գնանք Կարինե ջան, գնանք թեյ կհյուրասիրեմ։ Շատ լավ բալիկ է։ Ճիշտ ես ասում, չեն հավատում, սուտ ես ասում, պատժում են։ Մարդ ես մեծերից բան չի հասկանում։ Դու այստեղ սպասիր, ես հիմա կգամ, լավ։ Ճանապարհորդելու սերն ես։ Բարև ձեզ։ Բարև աղջիկ ջան, ինչպես ես։ Լավ, իսկ դուք գիտեք, թե որտեղ է գտնում դուռը։ Ինչ դրամասն է խոսքը։ Թե դուռը որտեղից որ գալիս եք։ Մենք գալիս ենք հեռավոր, Լապլանդիայից։ Եղնիկներին նստած, սահնակներով։ Այդպես է մեր ճանապարհը։ Իսկ դու նկարվել կուզես։ Սերժանտ, այդ խմբին ինչ եք ուղարկի այգի։ Քանի անգամ կրկնեմ, որ այստեղ կասկածելի ոչ մի մարդ չկա։ Ինչ ես անում, այդ չար չի կարելի, փոխանք։ Հարուսիկս, ես է։ Ոստիկը, սերժանտ խումբ։
Լա մամա գյալ խազանետ։ Լա բահոմա։ Վերջ, հայրիկս ինձ կսպանի։ Նա հրաշագործ է։ Հեռախոս ոնց որ լրիվ նոր լինի։ Շատ շնորհակալ եմ, բայց ինչպես կարողացար։ Սիհալանիկի վրա է։ Նրանք կարողանում են վերականգնել ամեն բան։ Դա միևնույն ժամանակ նրանց եւ տաղանդ է, եւ անեծքը։ Քեզ դրա համար են բռնել, որ ծառայես իրենց։ Բաց թող նրան։ Կուտան, ջուրանուշ, հետ բերեք։ Քանի անգամ քեզ ասեմ, որ քեզ խելոք պայս, հերիք եղավ արդեն։ Պատկերացնում ես ինչ կլներ, եթե ոստիկանը մեզ բռներ։ Սրանից հետո կողքից հեռու չգնաս։ Էյֆը։ Գտանք։ Ես կարող եմ։ Արտուր, Ջնանուշ, ես կորցրեցի ձեզ։ Տեսնես Աշոտիկը շատ կուշանա։ Չեմ կարծում։ Կներեք կարելի է։ Ներս արի։ Ընկեր Ստեփանյան, Արտուրիկ ինչ եք տեսել։ Ինչ եկել եմ նրան եմ փնտրում։ Հեռախոսն էլ անջատված է ցույց տալիս։
Գիտեք չէ, Աստղիկն էլ չկա, հեռախոսն էլ անհասանելի է։ Անուշիկ ջան, արի նստիր։ Աշոտիկին ասել եմ գտնի նրանց, շուտով կհայտնվեն։ Մի անհանգստացեք։ Թեյ կխմես։ Կարելի է։ Դժվար չէ միջանցքներով վազվզեն էլֆերին փնտրելով։ Հաստատ չէ։ Դու դեռ դպրոցից հետևում էիր ինձ։ Իսկ հիմա հասել ես մեր աշխարհ։ Ինչպես դա քեզ հաջողվեց։ Ինձ օգնեց Ձյունանուշը, նվիրելով այս թևնոցը, բայց նրան հիմա փախցրել են։ Երևում է, որ խելացի աղջիկ ես։ Ձմեռ պապը քեզ կօգնի։ Եվ ես քեզ գոհացեմ նրան։ Գնացինք։ Բարև աղջիկս։ Конци Сева, Арканати. Лузиара, Бево Вамия, Киле Матуса, Бехо, Вазара. Heala se marica de bajala, o chiza mujasina. La manca se maminota, chiz de Allah. Vivati el capiano so capiano. Ven la Josaniva. Niarda soca vida. Le maza vanita sacarara. Ma! Կրկին խնդիրներ, հա? Այն էլ ամանորից մի քանի ժամ առաջ։ Մենք չգիտենք, թե ինչ է պատահել նրանց։ Ես խոստացել էի, որ կօգնեի Ձյունանուշին, բայց չկարողացա։ Դու Ձյունանուշի մասին մի անհանգստացի։ Առաջի անգամ չի նրան փախցնում եմ։ Ճիշտ եք ասում։ Դու այնքան խիզախ աղջիկ ես, որ առանց երկմտելու անցել ես աշխարհից աշխարհ, որ ընկերներիդ օգնես։ Իսկ Ձյունանուշին տված քո խոստումը դու այստեղ լինելով արդեն կատարել ես։ Ապրես աղջիկս։ Իսկ հիմա մենք նրան կվերադարձնենք։ Զինար! Զինար! Մի փոքր է, լուկը բացվի։ Հիմա համձես կազատեմ։ Համել են չաղի սևը պիտի տամ։ Արտուր, միայնակ դու ոչինչ չես կարող անել։ Պետք է մի փոքր սպասենք։ Արտուր, ստացվեց։ Արտուր, զգուշ։ Արտուր եկավ։ Արտուր, գլխով։ Մի հատ էլ։ Ուշ։ Նուտա!
Ну-ка! Vamos! Ja poama, te awaka, jos va kuama. Ha! Haja! Լեակա Մարիսա Մատտոյվակիս։ Ես գտա քեզ։ Ես ասում եի, չէ՞ որ դու շատ խիզախն ես։ Արտուր։ Արագացրեք, ժամանակ չունենք։ Ճիշտ է ասում, պետք է արագացնել։ Բարև ձեզ։ Ահա, երեխաներն էլ արդեն հավաքվել են։ Դուք նստեք, քիչ ուշ կմիանամ։ Բարիջում էլ չեն։ Սպասենք էր։ Խնդրեմ։ Սա ունենք։ Սա ունենք։ Սա ունենք։ Սա չունենք։ Լավ։ Մեզ քիչ ժամանակ է մնացել։ Խաղալիքի մասին ես մի բան կմտածեմ։ Ջունանուշը հիմա ձեզ կտանի դպրոց, իսկ մի քիչ ուշ ես կմիանամ ձեզ։ Խնդրեմ։ Արտուր, իսկ դու տեսար։ Գնացինք։ Սիրելի ձմեռ պապ ու ջունանուշ, ես այս տարի ինչ շատ խելոք եմ պահել, դե մի քանի անգամ բարկացրել եմ մայրիկից, բայց հետո ներողություն խնդրել ու ամենաշատը ուզում եմ, որ ծնողներս առողջ լինեն, իսկ նվերս ուզում եմ իմ սիրելի խաղալիքը լինի, ես մի քանի անգամ գնացել եմ և խանութում տեսել եմ նրան, հուսով եմ, որ հեշտ կգտնեք ձմեռ պապ, անհամբեր սպասում եմ ամանորին, որ էլֆերին բռնացնեմ ու հանդիպեմ քեզ հետ, քեզ շատ սիրող ու սրտանց հավատացող Աշոտիկ։
Յա, էսով է, ձերքերդ վեր։ Ձմեր պապ, վերջը ես քեզ բռնեցի, հա? Ջունանուշիկն ուրա, հա? Ես քանի ժամա քեզ ման եմ գալիս, հերիքսի մեքենաս փչացրիք իմ այլ խալուտ եք թալանում, հա? Հա? Յա, ես ոնց ես արել? Այ քեզ ֆոկուսնիկ։ Ես լավ էլ իսկական մորուք ես։ Հերիքը, հա իսկական մորուք է։ Պարկի մեջ էլ իսկական նվերներ են։ 5 րոպեից նոր տարի է։ Ուզում ես ասել, դու իսկական ձմեր պապն ես։ Դու որ փոքր էիր։ Հա։ Ինձանից ոստիկանի համազգի ես տատրճանակ ու ձեռնաշղթաներ էի ուզել։ Այդպես չի Կիրակոսյան Հայկ Ստեփանի։ Հա, դու որտեղից գիտես։ Փոքր ժամանակ այնքան էիր ուզում ինձ բռնացնել, որ նույնիսկ մի տարի ծխնելուզի տակ թակարդ էիր դրել ու ինքդ էլ ընկել մեջը։ Ոդկա տուրել էր 2 օր չէիր կարողանում քայլես։ Այդ ժամանակ 8 տարեկան էիր։ Դա որ լավ հիշես։ Ու այսքանից հետո հարցնում ես թե ով եմ ես։ Յոպե։ Հա, բալես։ Ճանապարհին եմ։ Հա, ես անպայման կհասցնեմ գալ քո հանդեսին։ Հա, ձմեր պապիկն էլ ա գալիս։ Ու քո խաղալիքն էլ իրա մոտ ա բերում ա, բալես։ Լավ, կգամ կխոսենք։ Ուզում ես ասել, որ դու իսկական ձմեր պապն ես։ Հա, իսկական, բայց ժամանակ չունենք զարմանալու։ 5 րոպեից պիտի հանդեսին լինենք, գնացինք։ Բայց մի րոպե։ Բայց թաքսի պես էլ մեքենաս չի աշխատում, է։ Խոդի եմ տալիս, խոդի չի ընկնում։ Մեքենան չի փչացել։ Այդ քո գլուխն է փչացել։ Արի, գնացինք, արագացրու։ Բայց ոնց աշխատում է, դե կես ժամա փորձում եմ, չի աշխատում։ Այդ խնդիր չի։ Նստի, գնացինք։ Իսկականն է։ Իսկականն է։ Միացրու շարժիչը։ Վերև նայի։ Չէ, դրսից։ Հա։ Գնացինք, ուշանում ենք 5 րոպեից դահլիճում պիտի լինենք։ Հա։ Աստղիկ, արես, ուր էիք գնացել։ Չորշի հետ։ Դուրս էիք գնացել։ Չես մտածում, որ մենք անհանգստանում ենք։ Ստոպ եմ էլի։ Ես քեզ հետ տանը կխոսեմ։
Աստղիկ, ինչու ես տխրել։ Արի գնանք քո նվերն էլ վերցնենք։ Կարիք չկա։ Աստղիկի նվերը արդեն էստեղ է։ Ահա քո նվերը։ Աստղիկ, ինչ սիրուն ես։ Սա իմ կյանքի ամենալավ նոր տարին էր։ Մենք էլի կհանդիպենք։ Դեռ շատ փոքրիկներ կան, ովքեր սպասում են իրենց հրաշքին։ Ես կկարոտեմ քեզ Ձյունանուշ։ Ձմեր պապիկին, շոֆլիններին։ Զգուշ կլինես թևնոցը չկորցնես։ Կյանքի դժվար պահերին այն քեզ անպայման կօգնի։ Դե վազի դպրոց չմրսես։